Պարոն Մինասյան ջան, ախր նախորդ խոսակցության վերջում ես ուզում էի լավ բան ասեի հայեղափոխական դաշնակցության մասին, այն ձեր սիրած մշտական բոլոր աներից սարքեցիք, չստացվեց, կիսատ մնաց միտքս, եթե թույլ կտաք, հիմա շարունակեմ։ Երբ որ ես ասում էի 1920-ականների կամ 1919-ից 2020 այդ շրջանի, պատմական շրջանի հայեղափոխական դաշնակցության առաջնորդների մասին խորհուրդ էի տալիս կարդալ իրենց եւ այլն, ես գիտեք ինչ նկատի ունեի, վատ բաներ չէր զնուցել, ուզում էի ասի այդ մարդիկ, եթե մի քիչ պարզունակ ներկայացնենք, որովհետեւ բարդ շրջան էր, դա բոլոր մանրամասները ներկայացնելու համար մի հսկա քննարկում է պետք, բայց եթե կարճ կոնկրետ մի շրջան էր, երբ որ այդ առաջնորդները իրանց սեփական փորձից էլի պատերազմներ տեսնելով, ցեղասպանություն տեսնելուց հետո, անկախ պետություն հռչակելուց հետո, սեփական փորձով եկել էին մի հանգրվանի, որտեղ օրինակ դիվանագիտական բանի, Կարսի գրավումից բանից, ահագին այդքան իրադարձություններից հետո, դիվանագիտական քաղաքավարի, սիրալիր դիմումներ եւ նամակներ էին գրում օրինակ թուրքական կողմին, հանդիպում էին, բանակցում էին, պատգամում էին իրենց ժամանակակիցներին եւ սերունդներին, որ պետք է օրինակ Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ 1915 թվականից 5 տարի հետո։ Ես սա մի հատ էլ որպեսի բանալ, ճիշտ արձանագրենք, որպես մեղադրանք չեմ ասում։ Ես սա ասում եմ որպես նշան բանի, որ այդ մարդիկ եկել էին կոնկրետ եզրահանգման, կոնկրետ իրադարձությունների բերումով, հասել էին ինչ-որ մի ճշմարտության եւ այդ ճշմարտությունն էին պատգամում, ներկայացնում եւ ժամանակիցներին եւ պատգամում սերունդներին։ Հիմա ես ավելի շատ զուգահեռ կանցկացնեի մեր եւ իրենց, քան ձեր եւ իրենց միջեւ։ Դուք մեզ մեղադրում եք բաների մեջ, որը նույն ձև կարելի է մեղադրել այդ մարդկանց, հասկանում ես, մենք էլ ոչ լավորից շատ լավ կլիներ, որ բոլորս այնքան խելացի լինեինք, որ այս ամենը չտեսնեինք, չգիտեմ, 10 տարի առաջ։ Ընդ որում էլի առանց ներքաղաքական բաների եմ ասում, կոնյուկտուրայի, մենք որպես հանրույթ, որպես պետություն, այս հայ հետին խելքը որն է, այս խելքին լինեինք 10 տարի առաջ, 15 տարի առաջ։ Պարոն Մինասյան, 7 տարի առաջ, եթե ձեր սիրտը այդ կհովացնի 7 տարի առաջ։ Պարոն Մինասյան, լավ, հիմա մի քարավել ԿՊ-ի բաղ չեն գցեցիք, ես ուրիշ բան եմ ասում։ Մենք բոլորս այս խելքին լինեինք 10-15 տարի առաջ։ Այն խելքին, որը ձեր առաջնորդները, ախր մի անգամ էլ այդ հնարավորությունը մեզ տրվել է, այդ մարդիկ այդ ամենի միջով անցել են, ՀՅԴ առաջնորդները, 1920 պլյուս մինուսով, այդ շրջանում ասել են, էս է ճիշտը, ազգ, էս է ճիշտը, մենք էդ էլ անցանք, էլի սարքեցինք ինչ-որ տաբուներ մեր համար, էլի սկսեցինք հայրենասիրական ճոռոմ ճռճռթան կենացներ ասել, էլի սկսեցինք ասել տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ցերեկները, իրիգունները բանակի սալյարկ են ուտել, կենաց ասել բանակի մասին երեխեքին բանակից ազատել, էս է եղել։ Մենք էլ ենք ոչ լավ օրից հանգել ինչ-որ ճշմարտությունների։ Այն ինչ որ ես ասում եմ, դա ոչ թե, կուզեք ասեք պակաս հայրենասիրական, իմ խորին համոզմամբ շատ հայրենասիրական, որովհետև հայրենիքը սիրել որն է, դա ոնց ենք չափելու, մենք տեսնում ենք սենց Հայաստանի Հանրապետության գոյության շարունակականությունը եւ միայն սենց, եւ ես փորձում եմ ընդհանրապես ասել, որ տենց տեսել են նաեւ ձեր առաջնորդները 100 տարի առաջ, իսկ թվում է լավ բան է ասում հայ դեպի մասին։